Երևանի Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի ըմբշամարտի մասնաշենքը հիմնանորոգվում է տեխսկողի ամենօրյա ուշադրությամբ։ Ամենամսյա հաշվետվության մեջ նշվում են կատարված աշխատանքները, գիծ ներկայացվելով նաև լուսանկարներ։ Գագիկ Մնացականյանն է հսկում, որ այս շինարարությունը ուղեկցվի նախագծային ճիշտ լուծումներով։ Կարող է տեղում նայել տեխնիկական վիճակը եւ ծավալների չափագրում կատարի։ Ցանկացած ծավալ, որտեղ կոչվում է նախահաշիվ, այսինքն նախնական հաշիվ, հետագայում տեղում կատարելու ժամանակ ճշգրտվում են, դրանք հնարավոր է մի փոքր ավելանա կամ պակասի կամ փոխարինվի այլ աշխատանքով։ Այդ բոլոր աշխատանքները ընկած է տեխնիկական հսկողության վրա։ Աշխատանքները կատարելու ժամանակ պարզվեց, որ հին ծածկի սալերը վնասված են, ստիպված էինք քանդել եւ տեղը մոնոլիթ վերականգնել ծածկերը, առաջինից երկրորդ հարկ բարձրացող։ Ստեղ նկարված է, թե ինչպես է կատարվել ծածկերի ամրացումը, մոնոլիթացումը, այնուհետև բետոնացումը։ Խոսքը ըստ Գագիկ Մնացականյանի այս հատվածի մասին է։ Մարզական կառույցը ունենալու է ժամանակակից բոլոր հնարավորությունները։ Շինարարական աշխատանքները հսկվում են նաև տեսախցիկներով։ Ընթացքին հետևում է պատվիրատու գերատեսչությունը, քաղաքաշինության կոմիտեն, որը հաշվի առնելով երկրում աննախադեպ ծավալի շինարարությունը, քննարկում է տեղ հսկողությունը թվայնացնելու հարցը։ Թվային մեկ հարթակում կներգրավվեն շինարարության բոլոր մասնակիցները՝ պատվիրատուն, կապալառուն, տեսչական մարմինները, շինաշխատանքները հսկող լաբորատորիաները, տեխնիկական, հեղինակային հսկողության կազմակերպությունները։ Բոլորը ըստ իրենց գործառույթների հնարավորություն կունենան իրենց աշխատանքի վայրից դիտարկում անել ոչ մենակ տեսողական, այլ նաև փաստաթղթային մակարդակում եւ եթե կնեն որևէ անհամապատասխանություններ, կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի շինարարական աշխատանքները իրականացվեն որակով կամ կանխարգելվի դրանց անորակ իրականացումը։ Հայաստանն այս ոլորտում ուսումնասիրում է հատկապես եվրոպական լավագույն փորձը, քննարկում այն վերցնել, տեղայնացնել, թե մշակել ամբողջովին նոր համակարգ։ Համակարգի ներդրմամբ նախատեսվում է ստեղծել տեղեկատվական շտեմարաններ, էլեկտրոնային բազաներ, ապահովել գործընթացի թափանցիկություն, վերահսկելիություն։ Համակարգը թույլ է տալու ֆիքսել տեղ հսկողը որտեղ է գտնվում, ոչ շինարարական օբյեկտում է, եթե տեղում կատարել է լուսանկարահանում եւ ներբեռնել է համակարգը թույլ է տալուց տեղորոշել, թե այդ լուսանկարը կամ այդ տեսանկարահանումը կոնկրետ որ հասցեից է իրականացվել։ Իսկ հնարավոր չի մեկ այլ շինարարական օբյեկտի տվյալներ օրինակի համար ներկայացնել այլ շինարարական օբյեկտի փոխարեն։ Էլեկտրոնային հարթակը ըստ քաղաքաշինության կոմիտեի նախագահի կհեշտացնի աշխատանքը, կունենա կանխարգելիչ նշանակություն։ Հնարավորություն կլինի շինարարության ընթացքում շտկել թերի աշխատանքը, որպեսզի հետո ստիպված չլինեն անորակ աշխատանքի հետևանքով ապամոնտաժել կառույցը, նորից սկսել գործը։ Կունենանք ըստ էության ինքնաշխատ գեներացվող ավարտական ակտ, որտեղ ավարտական ակտում ներգրավված բոլոր մասնակիցները ընթացը շինարարությանը զուգահեռ իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը on-line ռեժիմով կունենան եւ եթե որևէ դիտողություն եւ առարկություն չեն ունենա, համակարգը վերջում շինաշխատանքները ավարտելուց կգեներացնի ուրեմն ավարտական ակտը եւ այսպեսով կավարտվի շինարարությունը եւ օբյեկտը կհանձնվի շահագործման։ Աշխատում ենք ոչ միայն համապատասխանություն թույլ չտալ։ Մենք դրա համար ենք աշխեկը, ես եւ մնացածը։ Այս շինհրապարակում գործ ավարտելուն մնացել են հաշված ամիսներ։ Տեխսկողից բացի շինարարը եւս վստահեցնում է, պատասխանատվությունը մեծ է, հաշվի առնելով նաեւ Հայաստանում սպորտի զարգացման հանդեպ պետության ուշադրությունը։ Մայա Խաչատրյան, Էդգար Դավթյան, լուրեր։